Փաշինյանի անվտանգություն հայտնելու այդ քննարկումները չեն դադարում։ Հիմա քննարկում են գնում, թե ինչու դուք ձեր ստորագրությունները 28 պատգամավորի ստորագրություն չեք զետեղել պատիվ ունենալի ստորագրությունների ներկայացան նրանք առանձին թղթի վրա։ Արդյոք սա չի նշանակում, որ դեռ չկա համախմբվածություն այդ հարցի շուրջ։ Տեսեք, եկեք ես այս հարցից մի քիչ հեռվից գամ, որ այս շղթան պարզ լինի, որովհետև այս մարդկանց մոտ այնքան շփոթ է առաջացել։ Մի հատ այս թեման անենց է խճճվել ու այնքան անլրջացել, որ շատերը նաև չեն հասկանում, այս ինչա կատարվում։ Երբ որ իմպիչմենտի նախաձեռնողները դիմեցին մեզ իմպիչմենտ սկսելու համար, 1.5 ամիս առաջ մենք հայտարարեցինք հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու բոլոր հիմքերը կա, մենք իմպիչմենտի գործընթացը այս պահին չենք սկսում, որովհետև դա սկսելու համար բավարար ստորագրություններ չունենք։ Եթե կլինի ուժ եւ թեկնածու, որ կստանձնի պատասխանատվությունը եւ ունի այդ ստորագրությունները, այսինքն այդ 8 ստորագրությունը գործընթացը սկսելու համար մենք պատրաստ ենք ստորագրել։ Դրանից հետո Էդմոն Մարուկյան եւ այլ այդ պատմությանը չանդրադառնամ, ձեր աչքի առջև է։ Եղավ մեկ շաբաթ առաջ պատիվ ունեմի հայտարարությունը, որ մենք առաջադրում ենք թեկնածու եւ ստանձնում քաղաքական պատասխանատվություն այս գործընթացի համար։ Մենք տրամաբանորեն ենթադրում ենք, որ եթե արդեն պատիվ ունեմը ՀՀԿ-ն մտնում այս գործընթացի մեջ եւ ստանձնում այս պատասխանատվությունը, առնվազն գործընթացը սկսելու համար բավարար 8 ստորագրությունը ունի։ Եվ այդ իրենց հայտարարությունից անմիջապես հետո Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք պակասող 28 ստորագրությունը տրամադրել գործընթացը սկսելու համար ու հրավիրում ենք քննարկման, պատրաստ ենք քննարկելու այս հարցը, այսինքն մենք ենք հրավիրել մեր գործընկերներին այս հարցը քննարկել։ Քննարկման արդյունքում մի քիչ պաշտոնական բանակցություններ եւ այլ sense փորձեցին մի հատ չգիտեմ ինչ, մենք շատ ընկերական, շատ մեր ամեն օրվա գործընկերներն են 5 տարի միասին ենք եղել բազմաթիվ հարցերով, շատ բարձ հարցադրումներ են կարա։ Հիմա իհարկե իմ հարցերը ներկայացնում են իբրև պայմաններ եք դրել, բայց շատ բարձ հարցադրումներ են կարա։ Առաջինը, արդյոք 36 ստորագրությունը, այսինքն պակասող 2 ստորագրությունը կա գործընթացը սկսելու համար։ Մեր ընկերները ասացին, որ այս պահին դեռ չունենք այդ 2 ստորագրությունը, բայց եթե ունենանք էլ, մենք այժմ չենք պլանավորում դա բերել խորհրդարանի օրակարգ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք եւ հիմա էլ վստահեցնում ենք, որ խորհրդարան կմտնենք 54 ստորագրություն ունենալու դեպքում։ Այս բaragայում մենք ինչ ենք ասել ենք լավ, 2 հարց։ Հիմա ասում են այդ հարցերը, որ դրել եք, պայման եք դրել։ Փողոցային գործընթաց լինելու է, թե չէ, եւ ինչ ծրագիր կա։ Ասելու են լինելու է։ Ասել ենք երբ է դա տեղի ունենալու, ինչ ժամկետներում։ Հիմա ենք անում, հաշուն ենք անում, ընդ որում չենք ասել երբ եք անում, ասել են երբ ենք անում։ Ու շատ հստակ ասելով այդ փողոցային պայքարի եւ առաջիկա իմպիչմենտի գործընթացի բոլոր աշխատանքներում մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներգրավել։ Այս հարցերում շատ կոնկրետություն չի եղել։ Այսինքն աշունը երբ, ինչ ծրագրով եւ այլն։ Լավ ասել ենք։ Մենք հայտարարում ենք հրապարակային, որ 28 ստորագրությունը պատրաստ է ձեր ներկայացրած տեխնացուին առաջադրելու համար։ Դուք կարող եք, մենք այդ մասին հրապարակային կհայտարարենք, դուք կարող եք ցանկացած բանակցության գործընթացի ժամանակ հղում անել մեզ, որտեղ պետք է մենք էլ ենք պատրաստ մասնակցել այդ բանակցությունների, եւ եկեք հայտարարեք, որ Հայաստան խմբակցության ստորագրությունները կա, ամբողջ ներուժը կենտրոնացնենք 4 անկախ падգամավորների, ընդ որում մենք էլ ձեր հետ։ Եվ ԿՊ 20 падգամավորների համար, հատկապես եթե գնում ենք 54-ի հետևից։ Ու մենք այդ ընթացքում ես ստեղից այդ մասին հայտարարել եմ, ու ասել եմ, այդ ստորագրությունները մեր պատրաստ է, բայց հրապարակելու կարիք չկա, որովհետև խոսքը հաճախ ավելի արժեք ունի, քան այդ հրապարակային թղթերը, այսինքն մենք մեր խոսք ապացուցելու համար չպետք է նաև ցույց տանք, որ ինչ որ մեկը հավատա։ Բայց այդ ընթացքում ինչ տեղի ունեցավ, որ իմ համար շատ զարմանալի էր։ Մեր խոսակցության ընթացքում իմ ընկեր Հայկ Մամիջանյանը իրենց 6 ստորագրությունը դրել էր իրենց էջին։ Եվ իմ հայտարարությունից հետո գնաց խոսակցություն, շատ կարևոր դետալ է սա, որ Հայաստան խմբակցության падգամավորները ոչ բոլորն են համաձայն
իմպիչմենտի գործընթացին, որովհետև որոշները կաշկանդված են ինչ-որ քրեական գործերով։ Դրանից հետո, չնայած մենք խորհրդակցել էինք մեր падգամավորների հետ, ունեինք այդ համաձայնությունը, մենք 1 ժամվա մեջ հրավիրել ենք մեր падգամավորներին։ Ստեղ ստորագրել ենք, ընդ որում բոլոր ստորագրողներին ասել ենք, որ Դավիթ Համբարձումյանով անվստահություն հանձնելու գործընթացի համար ստորագրել են, հրապարակել են, որպեսզի այդ խոսակցությունները եւս փակենք եւ ասել ենք, քանի որ նաեւ հայտնի չի երբ այս գործընթացը սկսում, հրապարակային կա, մի կենտրոնացեք մեր վրա, եկեք մենք էլ ձեր հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար։ Դրանից ինչ ենք արժանացել։ Այս իմպիչմենտի նախաձեռնողները որոշները չափը կորցրել են նաեւ։ Այսինքն, օրինակ մեկը ասում է, որ Իշխան Սահաթելյանը հրապարակել է այդ ստորագրությունները, ինչ որ համեմատություն անում, ինչի դիմադրության ժամանակ մենք մեր ընտանիքի կամ ստորագրությունները կամ ֆոտոները նկարում հրապարակում ենք, կամ ինչ է նշանակում այն ձևակերպումները, որ տալիս են Հայաստան խմբակցության падգամավորներին, ու ես արդեն շատ կոնկրետ ստեղ հարցադրումներ կա, այս ասածների պատասխանը այլևս մենք ումից ենք ուզելու։ Արդյոք մեր գործընկերները այս մակարդակով եւ այս ձևով են խոսում մեր հետ, շանտաժի այս լեզվով եւ արդյոք ամենակարևորը, այսինքն այս մթնոլորտով ու այս իրավիճակով ենք ուզում այս գործընթացը հաջողի ու նման կերպ ենք մոտենում այս գործընթացի հաջողությանը կամ արդյունքներին։ Սրանք հարցադրումներ են, որոնք արդեն առաջ են գալիս։